Պարոն Իշխանյան, ինչպես եք գնահատում ավագանու ընտրությունները եւ մասնավորապես այն հանգամանքը, որ իշխող ուժին հաջողվեց 70-ից ավելի տոկոս հավաքել, սա ինչով է բացատրվում եւ արդյոք ժողովրդավարական երկրներում հնարավոր է նման բարձր ցուցանիշ ապահովել։ Արդյոք Տարոն Մարգարյանի նկատմամբ այդպիսի մեծ վստահություն կար, թե ոչ։ Եթե մի րոպե մենք պատկերացնենք, մի րոպե կարողանանք մենք երևակայել, որ Տարոն Մարգարյանը մասնակցում էր ավագանու ընտրություններին որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, իսկ հակառակ կողմից հանրապետական ավագանու քաղաքապետի տեխնացում Դիցուք Զարուհի Պոստանջյանն էր։ Ես ես ասեմ, որ նույն արդյունքը կստանար Զարուհի Պոստանջյանը, իսկ Տարոն Մարգարյանը դերևս նույնիսկ 7%-ը չհաղթարարել, հավաքել ընդամենը 0.քանի% միայն նրա ազգականները նրանց այն տային։ Այսինքն, երբ որ կիրառվում են պետական, ես շեշտում եմ պետական լծակները եւ ոչ թե քարոզչությունը եւ ոչ թե ծրագրերը, այլ պետական ամբողջ մեքենան աշխատում է մեկի օգտին, այս դեպքում մենք ունենում ենք այս պատկերը, ինչ որ եղել է, ինչպես ես նախապես ասեցի, ամբողջ մեր ընտրությունների ժամանակ։ Համեմատվել քաղաքակիրթ երկրների հետ ես համարում եմ անիմաստ է, որովհետեւ քաղաքակիրթ երկրներում ընտրություն կոչվածը դա իսկապես ընտրություն է, գաղափարների պայքար է, դեբատներ են, եւ պետությունը իր ինստիտուտներով ընդամենը կազմակերպում է ընտրությունները եւ ոչ թե մասնակից է որպես կողմ ընտրություններին։ Մոտավորապես մեզ մոտ էսպիսի վիճակ է ստեղծվել, ինչպես ժամանակին Լյուդովիկոս 14-րդն էր ասել, որ պետությունը ես եմ, տվյալ դեպքում մենք ունենք հանրապետության նախագահը պետությունն է, իսկ շրջապատը այսպես կոչված հանրապետական կուսակցությունն է, եւ պետությունն է որոշում, թե ով պետք է ինչ պաշտոն զբաղեցնի եւ ուղղակի միջազգային հանրությանը ցույց տնելու համար իբր Հայաստանը, քանի որ հռչակված է ժողովրդավարական երկիր, անց են կացնում այսպես կոչված ընտրություններ, իմ կարծիքով շատ ավելի անարդար է, եւ եթե մենք Համլետի խոսքերով նայենք Շեքսպիրի Համլետի, որն է հոգեպես ավելի ազնիվ, լինել թագավոր եւ նշանակել քաղաքապետին, նույնիսկ ինչպես նախորդ սահմանադրությունն էր, թե հերթական անգամ հիասթափեցնել ողջ հանրությանը ընտրությունների արդյունքում նշանակել իր ուզած քաղաքապետին։ Սա մեր իրականությունն է եւ այս իրականությունը պետք է հաշվի առնել եւ փորձել փոխել իրականությունը եւ ոչ թե խաղալ իշխանությունների գծած խաղի կանոններով։ Եվ քանի որ բավական սկանդալային իրավիճակ էր ստեղծվել, երբ Զարուհի Պոստանջյանը փորձում էր մուտք գործել հանրապետականի շտաբ, որպես իրավապաշտպան, դուք ինչպես եք գնահատում ոստիկանական այն գործողությունները, որոնք կիրառվեցին Պոստանջյանի նկատմամբ, դրանք իրավաչափ էին։ Պետք է ոստիկանության աշխատանքները դիտել ոչ թե այն տեսանկյունից, ինչ որ վահանակների վրա գրված է, որ ծառայելով օրենքին, ծառայում ժողովրդին։ Այդ իրականում դրա տակ, եթե պաստառը պոկես, ետևից կերևան իսկական կարգախոսը։ Ծառայելով իշխանություններին, ծառայում ենք անօրինականությանը։